Բարև ձեզ, եթերում Աբովյան Թոքն է և ես Արման Աբովյանը։ Այսօր միասին քննարկելու ենք արտաքին քաղաքականությունը և սոցիալական հարցերը։ Կարծես թե իրար հետ կապ չունեցող, իրարից հեռու ոլորտներ են, բայց արի ու տես, որ իրականում ուղիղ կապ կա, որովհետև եթե երկրի ներսում դու թույլ ես և անպաշտպան, ապա դու չես կարող ապահովել քո արտաքին ճակատը։ Եվ առաջինը այսօր զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Այվազյան։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք ձեր խիտ գրաֆիկում, ես տեղյակ եմ պարզապես ձեր գրաֆիկից մի քիչ ժամանակ գտաք այսօր գալ Աբովյան Թոք, առաջին հերթին շնորհակալություն, ֆանտաստիկ հոդված եք գրել այլընտրանքային նախագծեր խմբի համար եւ կարդացի մի անգամից աչքից դեմ եկավ առաջարկ Հայաստանի, այսինքն սա կարելի է ընկալել որպես նաեւ շատ հստակ առաջարկ, հարգելի հեռուստադիտողներ, խոսքը նրա մասին է, որ երբ որ մենք փորձում ենք, ելքեր գտնել կամ փորձում ենք ինչ որ մի ելևէջների ներքո, այս կամ այն հարցի շուրջ ճիշտ ճանապարհը ընտրել, ապա ցավով եմ արձանագրում, համարյա չկա ալտերնատիվ միտք, այսինքն քննադատությունը քննադատությունով, իհարկե պետք է քննադատվի, օրինակ Հայաստանի արտաքին քաղաքականության, վեկտորը, որը ներողություն եմ խնդրում, ինձ համար նվազագույնը անհասկանալի է, որովհետև սա ոչ կոմպլեմենտարիզմ է, սա ոչ խաղաղության տանող ճանապարհ է, սա ոչ խաղաղություն է, սա գեղեցիկ sense մի նկար է, որտեղ երեք երջանիկ մարդիկ իրար ձեռք են սեղմում եւ վերջ, իսկ այս երջանիկ ձեռք սեղմելու process-ը ինքը չի կարող լինել ոչ մի պարագայում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության արգասիքը կամ արտաքին քաղաքականության դրսևորումը, սա արտաքին քաղաքականություն չի։ Սա ընդհանրապես գեղեցիկ պատկեր է։ Հիմա չեմ քննարկում այս պատկերում պատկերված այս ամբողջ անտուրաժը, լավա, վատա, ինչա, ոնց է։ Ես գիտեմ միայն մի բան, որ այո, ձեր հոդվածը, որը ես թույլ տվեք, որակավորեմ որպես կոնցեպտուալ տեսլական արտաքին քաղաքականության գծով, որը չկար այս ժամանակահատվածում ընդհանրապես, կային հատվածային մեր շատ հարգված քաղաքագետների, նախկին դիվանագետների, գոլեգաների կողմից կարծիքներ, բայց համակարգված կարծիք չկար եւ հոդվածը իզուր չէ, որ դուք անվանել եք ալտերնատիվ արտաքին քաղաքականության կամ դեպի ալտերնատիվ, արտաքին քաղաքականություն։ Տեսեք, վերադառնալով ձեր հոդվածին, որը իդեպ խորհուրդ եմ տալիս, որ անպայման ծանոթանանք, մարդկայինով սիրտս ուրախանում է, լուրջ եմ ասում, որ նորմալ միտք ես տեսնում։ Դուք ասում եք հետևյալը, որ այն իրավիճակը, որը այսօր ստեղծվել է առհասարակ երկրագնդում, որտեղ անտեսվում է միջազգային իրավունքը, որը չկա, որտեղ անտեսվում են հիմնարար, դե լավ, ճակերտներում ժողովրդավարական իրավունքները եւ այլն, ազգերի եւ պետությունների չկա։ Երբ որ կա միայն մի գործոն, ուժի գործոնն է։ Հիմա, եթե հակիրճ այս պարագայում ինչպես եք տեսնում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, շտկում բառ օգտագործեմ, շտկումը, դե լավ, սենց ասեմ։ Եկեք վերաիմաստավորում ասենք։ Այո, վերաիմաստավորում։ Նախ շնորհակալություն հրավերի համար եւ շնորհավորում եմ ձեր հեղինակացնոր հաղորդաշարի կապակցությամբ, վստահ եմ, որ լինելու է շատ բովանդակալից եթեր եւ մաղթում եմ ձեզ հետաքրքիր զրուցակիցներ։ Տեսեք, իրականում ես երկու հոդված եմ գրել վերջի ամսվա ընթացքում եւ իրենք ամբողջական են, մեկը լրացնում է մյուսը, առաջի հոդվածը կոչվում էր Պատմական Հայաստանից դեպի անհետացող Հայաստան, որում ես վերլուծում եմ, թե բոլորս ասում են, չէ, որ աշխարհակարգը նախկին փլուզման փուլում է կամ արդեն փլուզվել է։ Դա ֆիքսում ենք, բայց չենք ասում, չենք ուրվագծում, թե ինչ տեսակի աշխարհակարգ ենք մտնում։ Եվ դա չափազանց կարևոր է, որովհետև յուրաքանչյուր աշխարհակարգ
իր հետ բերում է իր արժեքները, իր նորմերը, իր ընդհանրակարգերը։ Եթե դու չես պատկերացնում ինչ իրավիճակում ես գտնվում եւ կամ գտնվելու, դու չես կարող ճիշտ նավիգացիա անես, ճիշտ ուղղություն բռնես, ճիշտ որոշումներ կայացնես, իսկ մենք այսօր գոյաբանական սպառնալիքների առջև ենք։ Եվ ես այնտեղ այդ հոդվածում նշում եմ, որ յուրաքանչյուր աշխարհակարգ տարբեր ժամանակաշրջաններում, սկսած Վեյմարյան, Վեստֆալյան ներողություն աշխարհակարգից, մինչև սառը պատերազմ եւ հետ սառը պատերազմ, ամենը իր նորմերն է բերել։ Յուրաքանչյուրը գործել ինչ-որ ժամանակահատված, բայց ինչ աշխարհ ենք մենք մտնում եւ ինչպես դուք ասացիք, մենք մտնում ենք մի դարաշրջան, որտեղ պատերազմը նորից դառնում է պետությունների նորմալ գործունեության շարունակություն, արտակարգ բան չէ եւ ուժը դառնում է հիմնական մեթոդը, որով պայմանավորվում են պետությունների վարկագծերը։ Այս պայմաններում այն քաղաքականությունը, որը վարվում է ներկայիս Հայաստանի իշխանությունների կողմից, ես մասնագիտորեն եմ եզրակացնում, որ սա ժամանակավրեպ եւ վտանգավոր է։ Սա կարող է գործել նախորդ փլուզված կամ փլուզվող աշխարհակարգում։ Այսօր այդ աշխարհակարգը այլևս գոյություն չունի։ Երկրորդ հոդվածը, որին դուք հղում եք կատարում, շատ լավ, մենք տալիս ենք վերլուծությունը, ընդունելի է կամ ընդունելի չի, բայց պետք է նաև ասենք ինչ անել։ Եվ իմ հիմնական նպատակը այն է, որ մեր մոտ գնալով այդ խոսույթն է, որ լավ թե վատ, բայց սա միակ ուղին է, որով Հայաստանը կարող է գոյատևել։ Ու գիտեք, դիվանագիտությունը տարբեր շերտեր ունի։ Իմ համար ամենակարևորը միշտ եղել է վերլուծական միտքը։ Եվ բավական երկար տարիներ ես ուսումնասիրել եմ։ Մենք առաջինը չենք եւ վերջինը չենք, որոնք գտնվում են այսպիսի վտանգավոր ճգնաժամային իրավիճակում, եւ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր դիվանագետներ որդեգրել են ռազմավարական միտք, որոնք հիմք են ծառայել հետագայում իրենց քաղաքական ուղին իրականացնելու համար։ Շատ կարճ օրինակ, վստահ եմ դուք գիտեք, օրինակ առաջին համաշխարհային պատերազմից առաջ Բրիտանիայի Foreign Office-ում աշխատում էր բարձրաստիճան պաշտոնյա, անունը Էր Քրոուեր, որը 1907 թվականին գրում է հուշագիր մեմորանդում, որը կոչվում է ընթացիկ հարաբերությունները Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ։ Եվ չնայած իշխող էլիտան, վերնախավը, ընդհանուր մինչև վարչապետը Մեծ Բրիտանիայի գտնում է, որ Գերմանիան ճիշտ է ռազմականանում է, աճող ամբիցիաներ ունի, բայց պետք է սիրաշահել եւ համագործակցել Գերմանիայի հետ։ Էր Քրոուը, չնայած իր մայրը եղել է գերմանուհի եւ իր կինն եղել գերմանուհի, ուղղորդվել է, առաջնորդվել է պետական շահերով։ Եվ նա ասում է, որ Գերմանիայի էքսպանսիոնիստական նպատակները բերելու են Եվրոպայում ուժերի հավասարակշռության խախտմանը եւ ազդելու են, վտանգելու են Բրիտանիայի շահերը։ Եվ 1907 թվականի այս հուշագիրը հիմք է դառնում հետագա, որ Բրիտանիան կնքում է ռազմական դաշինք Ֆրանսիա եւ ապա Ռուսաստանին եւ ստեղծում է մեզ բոլորիս հայտնի Անտանտը։ Նույնը երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ մեծագույն գործիչ Ուինստոն Չերչիլը եւ նույնը կարելի ասել սառը պատերազմի առաջին օրերից Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակից Ջորջ Քենանի վերլուծությունը, որը պատմության մեջ, դիվանագիտության մեջ հայտնի է որպես երկար հեռագիր, Ջորջ Քենանը գրում է վերլուծական տեղեկանք, որը հիմք է ծառայում մոտավորապես 50 տարվա համար սառը պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգների եւ դաշնակիցների կողմից ծսման քաղաքականության։ Ես իհարկե չեմ ուզում համեմատվել այս մեծագույն դիվանագետների հետ, բայց ուղերձը նույնն է, այլընտրանք միշտ կա եւ մենք առաջինը չենք եւ վերջինը չենք այս իրավիճակում հայտնվելու եւ եթե դու ճիշտ ռազմավարական մոտեցում ես որդեգրում, վերաբերմունք ես որդեգրում, միշտ կարելի է ճիշտ
պետականամետ որոշումներ կայացնել։ Արդյոք մենք ապրում ենք հիմա խաղաղության դարաշրջանում։ Այո։ Եվ լսում եմ այս խոսույթը, որ շորտ չեք գիտակցում, որ արդեն խաղաղության մեջ են, խաղաղությունը եկել հասել է, պետք է ցնցանք ուրախությունից։ Իմ մոտ կասկած է առաջանում, որ որոշում ընդունողները Հայաստանում չեն հասկանում ինչ բան է պատերազմը, պատերազմի բնույթը։ Պատերազմը մենակ ռազմական գործողությունները չեն։ Դա ցանկացած ստրատեգիական մտածելակերպ ունեցող մարդը, միջազգային հարաբերություններին ծանոթ մարդը գիտի, որ պատերազմը մենակ ռազմական գործողություններ չեն։ Հակառակ պարագայում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չկար ռազմական գործողություններ հակառակորդ ճամբարների միջև, բայց այդ ժամանակաշրջանը միջև խորհրդային միության փլուզումը կոչվում էր սառը պատերազմ։ Պատերազմ բառը այստեղ առանցքային է։ Ցավոք սրտի մենք խաղաղության մեջ չենք ապրում։ Երկրորդը, ամենակարևորը մեր նման երկրների համար դիվանագիտության ամենակարևոր գործառույթն է բացահայտել գեղեցիկ խոսքերի ետևում քո հարևանները, մրցակիցները, հակառակորդները կամ թշնամիները իրական ինչ նպատակներ են հետապնդում։ Եվ գիտեք, դեռ անցած տարի, երբ մենք ստեղծեցինք դիվանագետների համահայկական խորհուրդը, մենք կոնֆերանս առաջինը հրավիրեցինք, դուք էլ մասնակցել եք, շնորհակալություն։ Ես այնտեղ անդրադարձա Ադրբեջանի եւ Թուրքիայի իրական նպատակներին, որոնք ցավոք սրտի այսօր ստացել են միս ու արյուն։ Ես նշել եմ 3 հիմնական ուղղություն։ Առաջինը ռազմական էքսպանսիան է, եւ իրանք լիովին օգտվեցին ուժի կամ սպառնալիքի գործիքից։ Երկրորդը տնտեսական էքսպանսիան է, եւ այս պարագայում իհարկե խոսքը գնում է հատուկ կապողու մասին, հաղորդակցության մասին, որը տարբեր անվանումներով է ներկայացվում, եւ երրորդը գաղափարական։ 3 ուղղությամբ էլ այս ժամանակահատվածում մենք տեսնում ենք, թե ինչ հետևողականորեն մեր հակառակորդները կյանքի են կոչում իրենց ռազմավարական նպատակները։ Եվ գիտեք, իհարկե միջազգային հանրության այս ամորֆ հասկացության որոշ դերակատարներ հետապնդելով իրենց շահերը, որտեղ իսկապես այսօր աշխարհը նորից էգոիստ վարկագիծ է պահանջում յուրաքանչյուր դերակատար, ամենը հետապնդում է իր ազգային շահերը։ Իհարկե իրենց ոմանց ձեռք է տալիս այսպիսի զարգացումները եւ նրանք ծափարում են, քաջալերում են, կոչ են անում, որ Հայաստանը շարունակի իր խիզախ քայլերը, բացարձակ չմտահոգվելով Հայաստանի մասն է խոսքը, Ալբանիայի, Կամբոջայի կամ որևէ երկրի մասին։ Բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ այս խաղաղության խոսքը գործի չի անցնում։ Այո, այսօր կարող է կրակոց չկա, փառք Աստծո, որ չկա։ Ոչ մեկը չենք ուզում խաղաղություն, բայց սա խաղաղություն չի լինում։ Խաղաղությունը չի լինում, չի հաստատվում թուլության, կախվածության կամ հնազանդության միջոցով, հատկապես այն միջավայրում, որում գտնվում է Հայաստանը։ Սա պատմականորեն է այսպես եղել եւ այսպես է շարունակվելու է։ Խաղաղությունը այսպիսի վտանգավոր միջավայրում կարելի է ձեռք բերել մենակ ուժի կամ հակաուժի, հավասարակշռության, զսպման եւ շահերի վրա հիմնված դաշինքների վրա։ Այսինքն այն ինչ որ ես նկարագրում եմ, ես առաջարկում եմ զսպման քաղաքականություն, որը տարբեր երկրներում, տարբեր ժամանակաշրջանում ցույց է տվել իր արդյունավետությունը, երբ որ դու կանգնած ես դեմ արտիմաց ուժային քաղաքականությանը։ Սա միակ լուծումն է, սա միակ դեղատոմսն է։ Այսինքն հստակ առաջարկ զսպման քաղաքականություն։ Վերա բալանսավորել իրավիճակը, այսօր բալանսը խախտված է, ի վնաս մեզ, եւ ես այնտեղ նշում եմ որոշ տարեր, որոնցով կարելի է այս բալանսը կամաց-կամաց վերականգնել։ Պարոն Այվազյան, տեսեք, իմ խորին համոզմամբ մենք ունենք խնդիր։
Մենք եսի նկատում Մենք շատ խնդիրներ ունենք։ Այո, ես գլոբալ առումով ոչ թե իշխանություն, ընդդիմություն, հա, դրա մասին չի խոսքը գնում։ Խոսքը գնում է այն մարդկանց մասին, իմ մասին, մեր բոլորիս մասին, հա։ Եվ այդ խնդրի անվանումը դա իրականության հետ չառնչվելու կամ իրականության հետ առնչվելու վախն է։ Այսինքն մարդիկ, հա, մարդկանց մեջ դնում են հետևյալը, որ ասում են, ընկեր, իրականությունը սա է, որը իրականում իրականություն չէ, օրինակ խաղաղության, հա, թեզերը, իսկ իրական իրականությունը, ներողություն տավտոլոգիայի համար, հա, ինքը դուրս է մղվում հանրային դաշտից եւ մարդիկ ուղղակի չեն ուզում առնչվեն։ Չեն ուզում առնչվեն, օրինակ ես մի օրինակ բերեմ նրա հետ, որ դոկտրինալ տեսլականը, Ժորժ ջան, դոկտրինալ տեսլականը, դա նշանակում է, որ ինքը հիմքն է, հենքն է բոլոր քայլերի։ Դոկտրինը։ Օրինակ Ադրբեջանի դոկտրինալ տեսլականը եւ Թուրքիայի դոկտրինալ տեսլականը ցամաքով միավորվել եւ դուրս մղել հայկական տարը, ոչ թե նրանից, որ մեզ սիրում են, չեն սիրում, սա սիրել չսիրելու հարց չի, այլ որովհետեւ դա ինչպես իրենք են համարում, դիտարկում է որպես իրենց անիցիալ սեփ։ Այո, մեզ սեփ են, հա, խնդրեմ, ես չեմ ասում։ Ես չեմ ասում, դա գիտեմ, բաններ, չէ, Թուրքիայի ղեկավարներից մեկը, այսինքն ինչ են սեփի հետ չեն պայմանավորվում, սեփի հետ չեն գնում ինչ որ մի խոսակցության, սեփի հետ չեն փորձում հարաբերություններ կառուցեն, սեփին հեռացնում են, այսինքն մեզ հասցրել են այն իրավիճակի, որ մենք հրաժարվում ենք ընկալել այն, որ այն դիվանագիտության ներքո, որը այսօր, հա, տեղի ունենում, կստանանք ամեն ինչ բացի խաղաղությունից։ Ամեն ինչ բացի խաղաղությունից։ Եվ այս պարագայում չեմ կարող, եթե կարելի է հակիրճ, հա, կրկին չանդրադառնալ ձեր հոդվածին։ Հոդվածում դուք նշում եք, այո, մեխանիզմը ասում եք զսպման մեխանիզմ, բայց այդ զսպման մեխանիզմը այս պարագայում ինչպես գոնե 1-2 քայլով, հա, շատ ընդհանրական, գիտեմ մի քիչ ծանր հարց է, բայց այնուամենայնիվ ինչպես արագ իրականացնել։ Նախ դուք անդրադարձաք հանրությանը, որ իրականությունը եւ ներկայացվող իրականությունը չեն տարբերակում։ Ես կարծում եմ դա հանրության գործը չի։ Դրա համար կա պետություն եւ պետությունը պետք է ապահովի նախ եւ առաջ իր հիմնական գործառույթը քո ժողովրդի անվտանգությունը եւ ինքնիշխանությունը։ Երկրորդը, իհարկե նախ եւ առաջ ես նշում եմ, որ այս իրավիճակում ոչ թե հստակ որոշումներ են պետք թվարկել առաջին, երկրորդ, երրորդ կետը, այդ նախ եւ առաջ մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը։ Մենք պատրաստ ենք այս ճանապարհով գնանք, հնազանդվենք եւ այս ճանապարհի վերջը կլինի ոչ կենսունակ Հայաստան, եթե մնա Հայաստան։ Հնազանդությունը խելոք պահելը դա մեզ ոչ անվտանգություն կբերի, ոչ խաղաղություն, ոչ բարեկեցություն։ Եվ երկրորդը դու փոխում ես այս վերաբերմունքը, այս միջավայրում ինչպես կարելի է վերապրել եւ պահպանել մեր պետականությունը։ Մի քանի շեշտադրումներ եմ անում, նախ եւ առաջ մենք պետք է մեր ռազմական անվտանգային դոկտրինա ամբողջովին վերաիմաստավորենք եւ այդտեղ ես ասում եմ զսպման քաղաքականությունը։ Երկրորդը քո ներքին կարողությունները նկատի ունեմ, այնտեղ տարբեր շերտեր կան, խորքը։ Դու բոլոր ինստիտուտները պետք է եւ ինստիտուտները պետք է ուղղակի ծառայեցնես այս մեկ նպատակին։ Ներքին կարողությունների մեջ մեր անվտանգությունը սկսում է ներսից։ Երբ որ հասարակությունը պարակտված է եւ հիասթափված, դու դատապարտված ես պարտությանը։ Այսինքն կոմպլեքսային լուծում։ Այո, ներքին առողջացումից, համախմբումից, միասնականությունից սկսած, մինչև արդեն ավելի լուրջ խնդիրներ։ 2.500 տարի առաջ քաղաքական ռեալիզմի հիմնադիր Թուկիդիդեսը ասում էր այն քաղաքը, որը պարակտված է եւ ահաբեկված է, դատապարտված է պարտության, կարծես մեր մասին է ասում։ Երրորդը դիմադրողականություն, եւ դիմադրողականության տակ մենք կարող ենք շատ բաներ հասկանանք, այստեղ սկսում է եւ տնտեսական կայունությունը, եւ քո ներքին եւ արտաքին ռեսուրսները, եւ այստեղ սփյուռքի ներգրավումը բաց այլ գործառույթներով։ Եվ չորրորդը դաշինքները։ Դաշինքները ոչ թե մեծ եղբայր, փոքր եղբայր, ոչ թե հաճախորդ, այլ հավասարազոր եւ արժեքավոր
դաշնակից, գործարքային շահերի վրա հիմնված դաշինքներ։ Շնորհակալություն պարոն Այվազյան, թույլ տվեք ձեր այս հոդվածը որպես առաջարկ ընդունել, հա, նվազագույնը վերլուծության եւ շատ խորքային ուսումնասիրության համար առաջարկ Հայաստանի այդ մեգա, հա, ասենց մեծ տեսլականի ներքո եւ հարգելի հեռուստադիտողներ խորհուրդ եմ տալիս մտնել այլընտրանքային նախագծեր, հա, խմբի կայքը եւ այնտեղ անպայման ծանոթանալ այս հոդվածի հետ, չնայած հոդվածը բավականին լայն տարածում ստացավ եւ ոչ միայն մասնագիտական շրջանակներում։ Շնորհակալություն պարոն Այվազյան, հիշեցնեմ ձեզ, որ այսօր զրուցում ենք այս ակտուալ, հա, աշխարհակահաղական խնդիրների շուրջ Հայաստանի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ։ Սոցիալական խնդիրներ, որոնց հետ մենք ամենօրյա ռեժիմով մենք բոլորս առնչվում ենք։ Հիվանդանոցներ, գներ, կոմունալ վճարներ, նպաստներ, այն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում, ինքը իրականում բավականին մեղմ եմ ասում մտահոգիչ է։ Ով ինչ ուզում է ասի, բայց մենք բոլորս ամեն օր այդ խնդիրների հետ առնչվում ենք եւ բացի գլոբալ ինչ-որ խնդիրների քննարկելուց, այո, պետք է հասկանանք, այդ ոնց է տեն ստացվում, որ հիվանդանոցներում հերթեր են։ Այդ ոնց է տեն ստացվում, որ գները նենց են աճում, որ մտնում ես խանութ, ուղղակի չես հասկանում, սա գինա թե հեռախոսի համար, այնքան երկար է ու մեծ։ Նպաստների հարցը, երբ որ կանգնում ասում են, գիտեք ինչ կա, նպաստ տալը այդքան լավ բան չի, մարդիկ պետք է գնան աշխատեն։ Իսկ դուք պետություն պայմաններ ստեղծում եք մարդիկ գնան աշխատեն։ Թե հիմա էլի կբերեք աչքներս կմտցնեք այդ հնդիկներ, բան տենում եք, հնդիկները աշխատում են ու աշխատատեղ կա։ Կամ, չգիտեմ, այնքան շատ է աշխատատեղը, որ դրսից ենք ստիպված մարդկանց բերում, ում եք ինչ պատմում։ Եվ ամենավերջին դրվագը դա ազգային ժողովի կողմից, հա, քննարկվող այդ պարտադիր բժշկական ապահովագրության մասին օրենքն է, որից ես ճիշտն ասած գլուխ չանեցի։ Եվ այսօր կփորձենք հասկանանք հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի հետ, թե ինչ է իրականում կատարվում։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը, ճիշտն ասած անհասկանալի կրկին, հա, ճակերտներում անհասկանալի իրավիճակա ձևավորվե, ուրեմն պարտադիր բժշկական ապահովագրության գործընթացի շուրջ։ Հիշենք, որ այդ, չգիտեմ, մեծատանջ, տանջված, հազար անգամ խոսված, հա, այդ պարտադիր ապահովագրության թեման ինքը կարծես թե դարել է իշխանության համար միշտ սենց ինչ-որ նախընտրական, ինչ-որ խոսքեր եւ այլն, հիշում ենք նախկին ընտրությունները, հիշում ենք հիմա, հա, եւ արի ու տես, որ ազգային ժողով եկավ մի օրինագիծ, որտեղ սենց ամպագորգոր, բարձր տոնայնությամբ, երջանիկ աչքերի փայլով հայտարարվեց, որ այո, պարտադիր ապահովագրության, բժշկական ապահովագրության օրենքը մտնում է ուժի մեջ, բայց եւ այստեղ սկսում է ամենահետաքրքիրը 3 փուլով, առաջի փուլում, ուրեմն մինչեւ 2028 թիվն է, այո, պետք է մտնի, առաջի փուլում պարտադիր ապահովագրությամբ օգտվելու են մինչև 18 տարեկան քաղաքացիները եւ հաշմանդամության կարգ ունեցող քաղաքացիները։ Բայց ներողություն, եթե ես չեմ սխալվում, իսկ ես հաստատ չեմ սխալվում, էլի։ Այդ մարդիկ անվճար էին ստանում, այսինքն այդ բոլոր բժշկական ծառայությունները կամ նվազագույնը նախատեսվում էր որ անվճար ստանային, այսինքն սա գիտեք ինչի է նման, որ գազ մարդու տուն, իր հեռուստացույցը վերցնես այդ մարդու, տանես մի տես գեղեցիկ փաթեթավորես, հետո հետ գաս ու իրան էլի նվեր տաս։ Մոտավորապես այս տրամաբանությունն է։ Առհասարակ ինչ է կատարվում այդ ապահովագրության հետ։ Շնորհակալ եմ հրավերի համար, նախ եւ առաջ։ Պետք է շատ ճիշտ նշեցիք, որ այդ մարդիկ մինչև 18 տարեկան, այսինքն անչափահասները եւ հաշմանդամություն ունեցող մարդիկ, այսինքն կարգ ունեցող մարդիկ, տարբեր կարգեր, իրենք այսպես թե այնպես պետք է օգտվեն պետպատվերից, հա, բայց եթե մենք հիմա նայենք ինչ իրավիճակ է պետպատվերի ոլորտում, ես ամեն օր ստանում եմ տարբեր մարկանց քաղաքացիների նամակներ, զանգեր եւ ինքս որոշեցի զանգեմ առողջապահության նախարարություն ճշտեմ
թե պետպատվերը արդյոք ավարտվել է, թե չի ավարտվել, որովհետև քաղաքացիները ասում են գնում են հիվանդանոցներ, բուժ հաստատություններ, որոշ տեղերում ասում են, որ սպառվել է պետպատվերը, պետք է սպասեք մինչև պետությունը նոր ինչ որ պետպատվերներ իջեցնի, որոշ տեղերում ասում են կա, զանգեցի եւ ճշտեցի։ Մի աշխատակիցը, ուրեմն նախարարության ինձ ասեց, որ կան լիմիտներ պետպատվերի եւ այո տարվա կտրվածքով կարող է լիմիտը ավարտվել եւ պետք է սպասել որ նոր լիմիտներ իջացնեն պետպատվերի, բայց ուղղորդեց այլ աշխատակցի, այլ բաժին առողջապահության նախարարության եւ տեսանյութը ձայնագրել եմ եւ սոցիալական իմ ցանցերում հրապարակել եմ, այսինքն սա այնպես է որ հրապարակային խոսակցություն եմ դարձրել եւ նկարանել եւ հրապարակել եմ։ Մյուս աշխատակիցը առողջապահության նախարարության ասաց ով է ասել որ պետպատվերը լիմիտով է լինում, որևէ լիմիտ հասկացողություն պետպատվերը չունի եւ պետպատվերը չի կարող ավարտվել։ Ուղղակի այնքան հերթերը շատ են, որ այո կարող է մարդը հիմա գրանցվել, հերթը հասնի մի քանի ամսից։ Ես հարցրեցի, բա այդ դեպքում եթե շտապ է, ինչ պետք է մարդ անի, օրինակ ունի հաշմանդամության կարգ, պետք է բուժդնում անցնի, հետո բուժօգնություն ստանա, ինձ ասում են դա է, հերթը շատ է։ Այսինքն այս ոլորտներում մենք ունենք լուրջ խնդիր, այս ոլորտում պետպատվերի, որ մենք ասում ենք, որ մարդ պետք է ստանա օգտվի պետպատվերի հնարավորությունից ու ունի այդ հնարավորությունը, ինքը չի կարող պրակտիկայում օգտվել ու տարբեր պատճառաբանություն են բերում բյուրոկրատական, հա, հերթագրում է, պետպատվերը միտեղ ասում են ավարտվել է, ուզում եք գնացեք փող վճարեք եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք դեռևս այս հարցը չենք կարողացել տեղը գցել, այսպես ասենք ժողովրդական, հա, լեզվով։ Ուր մնաց բուժ, ուրեմն ապահովագրություն։ Իսկ հարց տամ այդ բուժ ապահովագրության մեջ, այդ փաթեթների մեջ, որոնք իդեպ օրենքը միշտ ընդունվում է, բայց նախնական շատ կարևոր օրենք շատ կարևոր ոլորտի հետ կապված որևէ բացատրական աշխատանք հանրության հետ չկա, հա։ Ինչ է մտնում այդ փաթեթների մեջ, պարոն Աբովյան։ Օրինակ ստենտավորման հարցը մտնում է թե չի մտնում։ Իհարկե չի մտնում, դա միլիոնավոր դրամների հետ կապված է։ Տեսեք, ես ինչն եմ ուզում անպայման պարզաբանենք։ Դուք ասեցիք եւ ես էլ եմ բազմաթիվ անգամ ստացել ահազանգեր, որ մարդիկ գնում են հիվանդանոց, մարդկանց ասում են պետպատվերը պրծելա կամ նախորդ պետք է գաս եւ այլն եւ այլն եւ այլն, դնում են մի կողմ։ Բա երաշխիքը ո՞րն է, որ նույն process-ը չի լինի պարտադիր բժշկական ապահովագրության մասով, որ գնան ասեն, գիտես ինչ կա, դու ունես, բայց այդ որ, չգիտեմ, Աստված ոչ անի, բոլորի տնից տեղից հեռու, շոր դեպ կա պատահե, պետք է հերթ կանգնես։ Գնա հերթ կանգնի։ Էլ չեմ ասում, որ դա միանշանակ պետք է հասկանանք, փաթեթի մեջ մտնում է, թե չի մտնում։ Կան տարբեր փաթեթներ ըստ էության, հա, եւ մարդ եթե լուրջ խնդիրներ է ունենում, հա, ինքը ամեն ամիս պետք է գումար վճարի, հա, տարեկան կտրվածքով X գումար պետք է վճարի։ Հիմա մարդիկ օրինակ արդյոք գիտեն ինչի համար են վճարելու։ Բացատրական աշխատանք կառավարությունը, առողջապահության նախարարությունը տարել է, որ գիտեք ինչ ժողովուրդ, այս փաթեթները կա, դուք կարող եք ընտրել այս փաթեթը, այն փաթեթը, բացատրեն թե ինչ է մտնում այդ ծառայությունների մեջ։ Մարդ գիտի, տեղյակ է, հետո պարզվելու է, որ ինքը վճարներ է արել, գնացել է այս մի ուղղությամբ, գիտեք, չի մտնում բանը, պետք է առանձին վճարեք։ Հետո գնան ուրիշ, ասեն, գիտեք ինչ, այս ձեր հիվանդությունը Աստված հեռու տանի, թող մեր հայազգը միշտ առողջ լինի։ Այս ուղղությունը օրինակ չի մտնում այս փաթեթի մեջ, այդ բացատրական աշխատանքը չկա։ Ուղղակի բերել օրենքները շատ արագ ընդունել, շփթփ, հա, այսպես ասենք։ Ընտրությունն է գալի, պարոն Ղուկասյան, ընտրություններ են գալիս։ Այո։ Այս այդ ընտրությունների ժամանակ պատկերացրեք, որ ես դες հավատացնում եմ այս ընտրություններին ընթառաջ, այդ հերթերը վերանալու են ընթառաջ, հա։ Իրենք sense միանգամից այդ սպասարկումը պետպատվերը չի սպառվի կամ կսպառվի, բայց sense ասեն գումարները միշտ կլինեն եւ այլն։ Գիտեք ինչն է այս ամենի մեջ լարում, դե լավ sense ասենք։ Այն որ այս հատվածային, հա, ընտրությունների հետ կապված գործընթացները, որոնք տեղի են ունեն այս պետպատվերի, չգիտեմ, օրենքը, որը մինչև հիմա անհասկանալի է։ Ես ուշադիր ուսումնասիրել եմ, ես ուզում եմ հասկանամ։ Իրանք չեն հասկանում, պարոն Աբովյան, մենք ո՞նց կհասկանանք։ Իրանք չեն կարողանում բացատրել։ Մի աշխատակիցը ասում է լիմիտ ունի պետպատվեր, այո, կարող է ավարտվել, մյուս աշխատակիցը նույն առողջապահության նախարարության ասում է, հետո ո՞տ է զբան ձեզ ասում ձեր աշխատակիցն է մեկ ասում, ով ասում դե կարևոր չի, զանգարել եմ ընդհանուր բաժին, ասում է տենց բան չի կարող լինի, լիմիտ հասկացողություն պետպատվերի մեջ չկա։ Հիմա քաղաքացիները ասում են, լավ, մենք գնում ենք, հասնում ենք այնտեղ, մեզ ասում են գնա, 5 ամիս հետո կգաս, 3 ամիս հետո կգաս, եղավ պետպատվեր կա, թե չկա։
Ժորժ ջան, որ գնացել եք հիվանդանոց Աստված Եվրոպայի, ես հիմա տեսնում եմ, որ մարդիկ վստահաբար կան, հա, մեր հեռուստադիտողների մեջ մարդիկ, ովքեր այս խնդրի հետ առնչվում են։ Որ գնաք հիվանդանոց, ուրեմն հիշեք։ Եթե հանգարց ինչ որ մեկը ասի, որ ավարտվել է պետպատվերը կամ չգիտեմ ինչ, այդ բաները, խնդրեմ։ Այո։ Կա տեղեկություն, որը կա տեսանյութ կա, որտեղ ասում է լիմիտի հարց չկա, լիմիտի ինչ որ բաներ չկա։ Խնդրեմ պարզապես պետք է հերթ կանգնեք, բան հեմիջը այդ հերթերի թեման ոնց է մարդը ստացել է կատված, ինչ պետք է գա հերթ կանգնի։ Ասում են դե ձեզ կտանեն հիվանդանոց, ցենց են բացատրում։ Այ երբ որ կտանեն հիվանդանոց, այնտեղ արդեն ձեզ առանց հերթի կսպասարկեն։ Այսինքն մի հատ վատ բան պետք է լինի, հա, ցենց ասենք, ծայրահեղ մի բան, նոր ասեն դե լավ, հերթը առաջ գցենք, էլի։ Այսինքն ստացվում է, եթե մարդ ուզում է կանխարգելի, որ չընկնի հիվանդանոց ինֆարկտով, ինքը պետք է հերթ կանգնի, իսկ եթե ինֆարկտը ստացավ, արդեն առանց հերթ։ Սա ինչի մասին է, սա բյուրոկրատիայի մասին է։ Սա օրենքի, այսպես ասենք, գետնի վրա չաշխատելու մասին է։ Այդ հերթերը ինչի համար են գոյանում։ Այսինքն բյուրոկրատական սխալ աշխատանքի արդյունք է, չէ՞։ Ես նորից եմ ասում, որ այս խնդիրը դառել է ազգային լուրջ խնդիր։ Եվ մարդիկ, հաշմանդամություն ունեցող, կարգ ունեցող մարդիկ եւ այլն, ասում են որոշ նույնիսկ հաստատություններում այնպիսի տպավորություն է, որ հատուկ անց են անում, որ մեզ ասեն գնացեք վճար արեք, հա, որտեղ մի 2-3 ամիս հետո հազիվ կհասնի ձեր հերթը, ով որ բանա, շտապ է, ուզած չուզած, ինչ որ միտեղից փողի ճար անում, վճարում է, բայց այդ մարդուն անվճար է հասնում։ Սա իրական պատմություններն է մարդկանց։ Ժորժ ջան, եթե հանկարծ ձեզ այդպիսի, հա, ինչ նոր պարոն Ղուկասյանը հնչեցրեց բաներ են, ասում, խնդրում եմ, ուղղակի հրապարակեք։ Այո։ Հրապարակեք հիվանդանոցի անունը, հրապարակեք բժշկի անունը։ Չնայած գիտեք, ես այս պարագայում իրականում բժիշկներին մեղադրելու հակված չեմ եւ բուժ հաստատություններն էլ իրականում մեղադրելու հակված չեմ, որովհետեւ իմ խորին համոզմամբ պարոն Ղուկասյան, այդ մարդիկ էլ համակարգի զոհ են։ Այո։ Չնայած չէ որ բժիշկը վատնա ու տենց որոշելա, որ պետք է անպայման այդ պետպատվեր, բան, հերթ, բան, դա համակարգի խնդիրն է։ Իսկ ձեր կարծիքով խնդրի լուծումը որտեղ է։ Խնդրի լուծումը պետք է լինի ամենավերևից։ Միջև չլինի քաղաքական կամք իրական փոփոխությունների, որովե խնդիր չի լուծվել։ Լինելու է կոսմետիկ, ինչ-որ փոփոխություններ, ընտրություններից առաջ, ընտրությունից ընտրություն մի հատ նենց ինչ-որ բան, ժողովրդական նախաձեռնություններ, դրանց մասին խոսակցություններ, բոցաշունչ ելույթներ, ժողովուրդ։ Այո, ես մենք էլ ձեր այդ ճուզողներ ենք, որ խնդիրներից ենք խոսում, մենք ճուզող ենք, էլի, հասկանում եք, բայց որ այդքան մարդ խոսում է, այդքան մարդ բարձրաձայնում է, մի օր չլսեցի, որ առողջապահության նախարարությունը մեկնաբանություն տա։ Ասի Ժորժ ջան, էսա բացատրական աշխատանք, ես ինչու նշեցի բացատրական աշխատանք։ Լավ, բերել եք այդ բանը, բուժ ապահովագրության օրենքը, բացատրական աշխատանք չկա։ Բանի հետ կապված պետպատվերի հետ բացատրական աշխատանք չկա։ Մարդիկ տեղյակ չեն, պետպատվերը առհասարակ ինչ է, հասնում է իրանց։ Ասում եմ, շատ անգամ ասում են, որ հերթագրվեք, մարդիկ ասում են, դե ուրեմն չկա էլի պետպատվեր 3 ամիս հետո։ Եթե ես պետք է սպասեմ, հələ հարց է հերթս կհասնի, չի հասնի։ Ինձ հիմա է պետք։ Մարդը օրգանիզմը, առողջությունը պետք է։ Հերթական ստուգումն է իրա։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է այդ մարդը չի օգտվում իր հնարավորությունից, հա, պետպատվերի։ Այս եթե թողենք ուրիշ մի հատ կարևոր թեմա կուզենամ անդառնանք, պարոն Աբովյան, ձեր թույլտվությամբ։ Խնդրեմ։ Նպաստների թեման։ Մարդիկ նույն կերպով, ինչ պետպատվերի հետ կապված, մի ոչ պակաս խնդիր է, եթե ոչ առավել նպաստների խնդիրը։ Մարդկանց, ովքեր ունեն հաշմանդամության կարգեր, թոշակառուներ, մարդիկ, ովքեր արդեն ունեն լուրջ խնդիրներ առողջական եւ այլն, միայնակ մայրեր, որոնք անընդհատ ահազանգում են նպաստների հետ։ Ուրեմն ինչ որ բազա են ստեղծել, օրինակ միայնակ մայրերը ահազանգում են, ասում է սոցիալ նախարարությունը բազա է ստեղծել, on-line դուք պետք է հիմա արդեն դիմեք այդ սոցիալ նախարարությանը, միայնակ մայր եք, հա, պատկերացրեք, դիմում եք, ձեզ գալիս է ինչ որ պատասխան, դուք չեք կարող օգտվել նպաստից, 3-4 երեխա ունեք, պատկերացրեք, 3-4 երեխա։ Ասենք դուք ասում են պատասխանցած, դուք ԱՁ ունեք։ Մարդը ասում է ես ԱԶ չունեմ, կարող ունեցել եմ, փագել եմ կամ առհասարակ կյանքում ԱԶ չեմ ունեցել, ասում է չէ, դուք չեք կարող օգտվել։ Մի րոպե ԱԶ-ն։ Այսինքն կա բազա, որով դուք պետք է on-line դիմեք եւ ձեզ տրամադրվի նպաստ, այդ բազան չի աշխատում։ Մարդիկ ասում են այդ բազան ինչ որ անհիմն բաներ է տալիս, տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը։ Կամ ասենք թոշակառուներին ասում են, տեսեք ամենալուրջ բյուրոկրատական խնդիրը այդ ոլորտում որն է։
պարբերաբար ինչ որ թարմացումներ է փաստաթղթերի, հա, թոշակառուների եւ այլն, որ պետք է պարբերաբար թարմացվի բազայում, որ ուրեմն ներկայանան սոցապ, ներկայացնեն, բազայում ներկայացնեն, կարող է դա նաեւ on-line արվում եւ այդ փաստաթղթերը, հա, պետք է արվի, որ մարդը թոշակառուն ստանա նպաստ։ Հիմա թոշակառուները ահազանգում են, ասում են միայնակ ենք ապրում, չգիտեմ, չունենք երեխաներ կամ ունենք երեխաներ դրսում են եւ այլն, մենք ֆիզիկապես տարես մարդիկ ենք 70, 80, 90 տարեկան։ Չեն կարող այդ փաստաթղթերը ներկայացնել, հա։ Բռնում կտրում են նպաստը մարդկանց, հասկանում եք, կտրում են նպաստը, որովհետև դուք չեք թարմացրել ձեր տվյալները։ Հիմա մարդիկ ինչ են ասում, ասում են սոցիալ նախարարություն, դու ստանում ես աշխատավարձ, դու ստանում ես պարգևավճարներ, դու ունես բյուջե։ Խի դուք չես ուղարկում սոց աշխատողներին, օրինակ այն մարդկանց տուն, որոնք հնարավորություն չունեն զբաղվել այդ հարցերով։ Ուղարկեք եւ այդ թոշակառուների հարցը, այսինքն հեշտակ կտրելը, հա, այսինքն լուրջ բանը, լուծումը նա էր, որ եթե մարդը հաշմանդամը 80 տարեկան կինա, տղամարդը, հա, արդեն տարեց եւ չի կարողանում այդ բյուրոկրատական этаպները անցնի, բյուրոկրատական этаպները փաստաթղթային։ Բռնենք, կտրենք։ Սա է լուծումը։ Այստեղ մի հատ հարց, տեսեք, ինչ վերաբերում է սոցիալ աշխատողների ուղարկելուն։ Ավելի քան համոզված եմ, որ ըստ երևույթի, ինչի համար եմ համոզված, որովհետեւ գիտեմ, որ սոցիալ նախարարությունը ունի նաեւ հետեւյալ գործառույթը եւ այդ գործառույթը նամանավանդ մարզերում ինձ մի երկու անգամ հանդիպել է, որ մարդ չի կարող ինչ-որ բան անի, իրականում այո, ուղարկում են սոցիալ աշխատող։ Բայց այստեղ խնդիրը գիտեք ինչումն է, չստացվի որ մենակ քննադատում են կամ մենակ գովասանք են ասում։ Հա, ես որքանով տեղյակ եմ սոցիալ հարցերով զբաղվող մարդիկ գնում են, այստեղ խնդիրը, մարդկանց քաղաքացիների մոտ, խնդիրը նրանումն է, հայտը ոնց է լրացվում, ինչ պետք է արվի, սոցիալ նախարարություն, ձեզ եմ դիմում, լայնածավալ մի հատ աշխատանք վարեք, մարդիկ իմանան ինչ են անում, ճիշտ ասում պարոն Ղուկասյան, ես էլ ունեմ ահազանգեր։ Ես էլ ունեմ ահազանգեր, բայց այս պարագայում Ստե ոչ թե չարամտության ավելի շատ բան է։ Հարցը լուծվի, մենք խոմ չենք ուզում քննադատենք, քննադատելու համար, հա։ Դո չէ, դո պետք է լափել քննադատենք, դա չի հարց, պետք է քննադատենք այս ամեն ինչը։ Մեր նպատակը որ մեր տարեցները խնդիրների իրանց արժև այդ խնդիրները լուծում ստանա։ Կամ մեկ էլ մի բան, իշխանությունը ինչ ասում է, այդ նպաստների ինստիտուտը ինքը այդքան լավ բան չի, պետք է մարդկանց խրախուսեն, որ աշխատեն։ 80 տարեկան Շաքարով հիվանդ 80 տարեկան տատին ոնց պետք է գնա աշխատի։ Դե առաջարկում էին, չէ՞, ոնց որ իրանք։ Հա, չէ, ոնց, թող մի հատ գնան, մեխանիզմը ցույց տան, ոնց պետք է աշխատի, ոնց պետք է աշխատի միայնակ մայրը, որը օրինակ 4 երեխա է դաստիարում, ոնց։ Դե կառավարության ներկայացուցիչները ասում էին, որ on-line աշխատանք գտեք, հա։ Դե գտեք, բա տվեք մարդկանց այդ on-line աշխատանքի հնարավորությունը։ Bitcoin-ով երևի զբաղվեն, հա, ասենց։ Ոյ, տեսեք, սոցիալական խնդիրների կույտը հավաքվում է։ Մենք հիմա մի իրավիճակում ենք, երբ որ վստահաբար մենք տեսնելու ենք կոսմետիկ շղարշ ընտրություններից ընդառաջ, որի արդյունքում ինչ որ որոշումներ են ընդունվելու, ինչ որ գործընթացներ են, հա, ասես գեներացվելու, որոնք իբր չակերտներում պետք է մարդկանց հարցերով։ Արդեն կա, պարոն Աբովյան։ Արդեն կա։ Ասեմ որն է։ Այդ հետադարձ, երբ որ դուք անկախիկ թոշակը օգտագործում եք, 6000 դրամ ամսական, միջև 6000 դրամ կարող էին թոշակառուները հետ ստանային, հա, cashback, այսպես ասենք կոչվածը։ Հիմա մի փոքր բարձրացրել են եւ ավելի շատ կարող են ստանալ այդ բանը։ Հետադարձ, եթե անկախիկ ես անում, առևտուր ես անում անկախիկ, հա, թոշակառուները անկախիկ։ 12%-ից 20%։ Այո, 12%-ից մինչև 20% բարձրացավ։ Հիմա թոշակառուները ասում են օրինակ մարզում, հա, հիմնական նաեւ տեղեր կա, որ մարդիկ գնում են օրինակ միրգ բանջարեղեն առնելու եւ ոչ բոլոր տեղերում, դա իրական խնդիր է, որ գետնի վրա կա, շատ մեծ խնդիր է։ Եվ օրինակ հնարավորություն էլ չկա անկախիկ ինչ որ բան առնելու կամ օգտագործելու։ Հիմա հարց, այդ մարդը զրկվում է այդ փողից, հա։ Այսինքն էլ չեմ ասում, գիտեք ինչքան է։ 6000 դրամ միջև բան ամսական։ Իսկ եթե 20% 10000 միջև իսկ մա 3500 դրամով աճում։ Հա, մոտ դառնում է 10000, մոտ 10000։ Որում այդ 3500-ով որ աճում է, անենց են գովազդում, ոնց որ թոշակառուները միջև, չգիտեմ, 5 միլիոն դրամ թոշակները բարձրացրել են, առավոտից երեկո խոսում են։ Այն գովազդային ծավալը, որ ես տեսնում եմ, այդ գովազդի փողը, որ թոշակների վրա դնեն, աշկից ավելի շատ էր բարձրանում։ Մի արեք էլի տենց բաներ։ Հասկացանք
բարձրացնում եք, չգիտեմ ինչ եք ընդ անում, կամ այդ cashback-ա, բանա 12-ից 20%, 3.500 դրամ, չեմ ասում վատա, չեմ ասում լավա, բայց մի մտցրեք էլի մարդկանց աչքը, մի մտցրեք, ջղայնացնում է մարդկանց։ Իսկ ինչի չի կարելի այդ փոխարեն, դրա փոխարեն բարձրացնել թոշակները 5000 դրամով օրինակ։ Հայ միջալոց, ինչի չի կարելի, այդ ինչի չի կարելի բարձրացնել թոշակները։ Դե որովհետև բյուջեում երևի փող իրանց ասելով չկա, բայց իրականությունն որ տեղյակ գիտեք, որ խոսացնում ես, գիտեք բյուջեում, մենք փողի խնդրեմ չունենք։ Հա, իսկ կարող է իրանք չունեն, ես չգիտեմ, իրանք անձնապես չունեն փողի խնդրեմ։ 26 թվականին պաշտոնական տվյալ եմ ասում, հա, որ մեր հեռուստադիտողները իմանան, ովքեր չգիտեն, 26 թվականին բյուջեում մոտ 1 միլիարդ դոլարի դեֆիցիտ կա։ 8 միլիարդ դոլար արդեն կառավարությունը հաստատել է։ 8 միլիարդ դոլար մենք ունենք եկամուտ, 9 միլիարդ դոլարից ավել ունենք ծախս։ Դա պետական, պաշտոնական մեր բյուջեն։ Ոչ պարկ կվերցնեն, հա, մենք տարի 1 միլիարդ դոլար պարկ են վերցնում։ 1 միլիարդ դոլար դեֆիցիտ, բայց ես ուզում եմ անպայման մի բան նշեմ։ 1 միլիարդ դոլար դու պետքա պարկ վերցնես, որ այդ դեֆիցիտը փակես։ Բա նաև դու պետքա սպասարկես 5 պարտքերը։ Գիտեք ինչքան է գումարը 5 պարտքի սպասարկման։ 5, որքան է։ Մոտավորապես 1 միլիարդի չափ։ 1 միլիարդի չափ։ Այսինքն ինչ է ստացվում։ 1 միլիարդ դեֆիցիտ, 1 միլիարդ սպասարկում 5 պարտքերի։ Մոտ 1.5 միլիարդ դոլարից 2 միլիարդ դոլար մինչև 26 թվականի վերջ մեր արտաքին պարտքը կաճի, այսինքն 14 միլիարդ դոլարից կդառնա մոտ 16 միլիարդ դոլար։ Հիմա հարց։ Այդ ամեն ինչի համար ուրեմն գումարները կար։ Պարքյավճարներ ստանալու, պետական ապարատները պահելու, թանկարժեք ծառայական մեքենաները առնելու, սպասարկելու ինչ որ աստղաբաշխական թվեր, գործուղումների գումարներ կա, չգիտեմ, ամեն ինչի գումարներ կա, այդ 5000 դրամ թոշակ բարձրացնելու գումար չկար։ Այդ բանը նպաստների գումարները ուրեմն որևէ կերպ չկա։ Հակառակը պետք չի հույս ունենալ նպաստի վրա 80 տարեկան կին վերկաց գնա աշխատի, on-line աշխատանք գտի։ Սա է բացատրությունը։ Իսկ միգուցե դուք զսպեք ձեր ախորժակները, հարգելի պաշտոններ։ Բա, ես ինչ եք ասում։ Դուք, պարոն Ղազարյան, ես ինչ եք ասում։ Բա ամոթ չի ախորժակները զսպեն։ Դրա համար պարոն Աբովյան, գիտեք, սա ոչ թե քաղաքական ինչ-որ դիվիդենդներ շահելու համար եմ ասում, ու գիտեք, մեր երկրում էլ քաղաքական դիվիդենդներ շահելը նման թեմաների շուրջ։ Իհարկե դա ես համարում եմ սխալ։ Ես ուզում եմ, որ մարդկանց խնդիրը լուծվի։ Ու կապ չունի այնտեղ վերևում ով է նստած, անուն ազգանունն էլ կապ չունի։ Ես ուզում եմ, որ լինի մարդ, ով որ ունի քաղաքական կամք, մեր թոշակառուների, մեր սոցիալապես անապահով հայրենակիցների, մեր երիտասարդների, որ ոչ մի երիտասարդ լավ սովորող երիտասարդ բուհից դուրս չմնա, որտեղ վճարը չի կարողանում տալ։ Ես ուզում եմ, որ մեր հայրենակի, միայնակ մայրերի, բոլորին իրանց հարցերը, իրանք զգան, որ լուծում է ստանում։ Ամենօրյա ռեժիմով, կարող է միանգամից լուծում չստանա, բայց զգան, որ ամենօրյա ռեժիմով լուծում է տրվում։ Այս պարագայում առաջարկում եմ հետևյալը, եթե կան կոնկրետ լուծման եղանակներ, տեսլական, խնդրեմ, վերցրեք առաջարկ Հայաստանի այդ մեգա, այդ առաջ պրոյեկտի դելով մեգա տեսլականի այսպես ճիշտ ասենք, հա, շրջանակներում նստենք քննարկենք։ Այո, նստենք քննարկենք եւ խնդրեմ սպասում եմ ձեր առաջարկներին։ Այո, շնորհակալություն, պարոն Ղուկասյան։ Ես շնորհակալ։ Դե ինչ, լսեցինք մեր այսօրվա հյուրերին։ Այո, ես համաձայն եմ պարոն Այվազյանի հետ, որ խաղաղություն չկա։ Ժորժ ջան, խաղաղությունը այն չի, որ սահմանի վրա չեն կրակում, հա։ Մենք ունեցել ենք մեր պատմության ընթացքում, այս 30 տարվա ընթացքում, որ շատ երկարատև ժամանակ չէին կրակում սահմանին։ Խաղաղությունը նա չի, որ գնալ Վաշինգտոն ձեր սեղմել, ստորագրել ինչ-որ փաստաթղթեր, որոնց բովանդակային ուղղակի, հա, մասը կարդում ես ու կրկին չես հասկանում, ինչ աղերս ունեն այդ փաստաթղթերը խաղաղության հետ, բացի նրանից, որ նման էին կենացների ժողովածուի, այսինքն լինենք չաղու բախտավոր, հա, տենց իրար սիրենք, չգիտեմ ինչ եւ այլն, տարածքային ամբողջականություն, շատ կարեւոր է, բայց ներողություն իսկ ով է ապահովելու այդ ամենը, որտեղ են երաշխիքները։ Տրամպի երջանիկ ժպիտը, հա, կամ հայտարարությունները, որ ասում ենք, չէ, խաղաղություն է եկել։ Եկեք ուրեմն դուրս գանք ու պնդենք, չէ, երկրագունդը տափակ է։ Բայց մենք գիտենք, չէ՞ որ երկրագունդը կլոր է։ Նույն պարագայում սա է,
Ինչքան ուզում ենք մեզ մեջտեղից ճղենք, խաղաղությունը տենց չի լինում։ Նվազագույնը խաղաղությունը մի պրոցես է, որը ապահովում է ռազմական եւ տնտեսական բալանսով։ Եվ իհարկե դաշնակիցների հետ աշխատանքով։ Դա շատ կարևոր է։ Եթե խաղաղություն բառը օգտագործում ենք լոկ նրա համար, որ նախընտրական փուլ է ու ժողովրդին սենց ասենք խաղաղություն է եղել, տենց բան չի կարող լինի։ Տենց բան չի կարող լինի։ Այս պրոցեսը խաղաղության հետ ընդհանրապես կապ չունի։ Մեկ էլ գիտեք ինչի համար կապ չունի։ Շատ պարզ է, շատ հստակ է ու հասկանալի է, որովհետև խաղաղության տեսլականը մեր Թուրքիա եւ Ադրբեջանի տարբեր է։ Ինչի համար մենք չենք ուզում սա ընկալել եւ հասկանալ։ Ուղղակի տարբեր է։ Եթե մենք տեսնում ենք խաղաղությունը մի պրոցես, հա, որի ընթացքում պետությունները չեն ունենա մեր հանդեպ հավակնություններ եւ այլն, նվազագույնը գոնե մի քիչ փոխադարձ սառը հարգանք կլինի։ Չնայած ումից ենք սպասում հարգանք։ Թուրքից, ադրբեջանցուց, բայց այնուամենայնիվ դե լավ։ Իսկ մենք ինչ ենք լսում են կողմից։ Ադրբեջանի խաղաղության տեսլականը գալի ու կանգնում է Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիա։ Հիշեցնեմ, չէ՞, որ 240 քառակուսի կիլոմետր օկուպացված է։ Բ. Մեզ ամենօրյա ռեժիմով ռազմական շանտաժի ենթարկելուն է, հա, խաղաղությունը։ Եվ որ Ադրբեջանը զինվում է ծերից ծեր, զինվում է ու շեշտում է, որ զինվում է մեր դեմ, որ ասում է ես պետք է միշտ հայերին ընկճված պահեմ։ Իսկ մենք դա չենք ուզում նկատենք, մենք ասում ենք, չէ, ինքը թուղթ է ստորագրել։ Այդքանի է թուղթ է ստորագրել Ադրբեջանը ու այդ թղթերին հետամուտ է եղել։ Որ մեկը հիշացնեմ։ Թե եկեք հիշենք, որ խաղաղությանը ձգտող Ադրբեջանը, այո, հեգնում եմ եւ հեգնանքով եմ ասում, այլ տարբերակ չի մնաց։ Մեզ անվանում է հիվանդ հասարակություն։ Այդ որն է, որ խաղաղություն է ուզում։ Նա է, որ Ադրբեջանը իր երախը բացում է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա, անվանելով Արևմտյան Ադրբեջան, թե նա է խաղաղությունը համաձայն ադրբեջանական տեսլականի, որ ասում է Ադրբեջանցին մտնելուց Հայաստանի Հանրապետության տարածք հայ դեմք չպետք է տեսնի, այսինքն գալիս են մեր տարածք Հայաստան ու իրանք չպետք է հայ դեմք տեսնեն, հա, հայ մաքսավորի կամ հայ սահմանապահի։ Խաղաղությունը ո՞րն է։ Խաղաղությունը նա է, որ մեզանից ամենօրյա ռեժիմով գողանում են մեր պատմական, կրոնական, մշակութային արժեքները ու ներկայացնում են որպես թուրքական կամ ադրբեջանական, գոռալով չի խաղաղությունը, համոզելով չի։ Ու խաղաղության մասին ազգային ժողովում այդ բանաձևերի ընդունելով չի խաղաղությունը։ Տես չի լինում։ Սոցիալական խնդիրներ։ Ներողություն, յուրաքանչյուր մարդ կարա մտնի հիվանդանոց եւ տեսնի, որ յուրաքանչյուր հիվանդանոցներում բանկեր են դրված։ Գիտեք, չէ՞ ինչի համար են դրված։ Մենք գիտենք, մենք բոլորս այդ կենցաղով ենք ապրում։ Որ Աստված ոչ անի, մարդ ընկնում է հիվանդանոց, իջնի ինձ վարկ վերցնի, տունը զալոգ դնի, որ իր հարազատին կամ իր առողջությունը դզի։ Հիմա էլ օրենք են բերել պարտադիր բժշկական ապահովագրության։ Շատ լավ է, շատ լավ օրենք է, բան չասեցինք։ Բայց չգիտես ինչու այդ օրենքի մենակ այդ անվանումն է լավ։ Մնացածը մի քիչ կարդում ես, էլի գլուխ չես հանում։ 3 փուլով են անում։ Առաջի փուլում 18 տարեկան, մինչև 18 տարեկան երեխաները եւ հաշվանդամություն ունեցողները։ Բայց ներողություն, միջև այդ նույնն էր։ Ասես ուրիշ փաթեթավորումով նույնը բերում են ներկայացնում են, հա։ Ես հիմա չեմ քննադատում, ես ուզում եմ հասկանալ։ Ես ուզում եմ ուղղակի հասկանամ ինչ է կատարում։ Եթե այս ամենը նախընտրական տրամաբանության ներքո է, դե լավ հասկանալի է, օքեյ։ Նախընտրական տրամաբանության ներքո է։ Ինչքան կարելի է ուղղակի նույն բանը 1000 անգամ կրկնել։ Ինչքան կարելի է նույն թեմաների շուրջ խոսալ։ Եվ ամենակարևորը, մենք պետք է շատ բոլորս, ընդգծում եմ, մենք բոլորս պետք է շատ լուրջ զբաղվենք իրականությունը տարբերակելով այն իրականությունից, որը մենք տեսնում ենք տարբեր, չգիտեմ, YouTube-ներում, հեռուստատեսությամբ կամ չգիտեմ, քարոզչությամբ։ Խաղաղություն կլինի, սոցիալական իրավիճակ կլինի։ Այո, մենք չպետք է վախենանք, առնչվենք իրականության հետ։ Բավական է, ինչի ենք մենք վախենում։
Կամ ինչի չենք ուզում առնչվենք, ինքներս ինչ ենք մեզ համոզում։ Որ խաղաղություն է եկել կամ սոցիալական իրավիճակը երկրում դզվել է։ Ու մենք ինքներս մեզ ենք խաբում, հա։ Վստահաբար ոչ, որովհետև դուք, որ հիմա ինձ նայում եք, հենց դուք այստեղ նստած հյուրերից, վերլուծաբաններից, քաղաքագետներից ավելի լավ եք հասկանում իրականությունը, որովհետև այդ իրականության մեջ ապրում եք։ Եվ մենք բոլորս ենք ապրում։ Խաղաղություն։ Խաղաղությունը չի կարող ձեռք բերվի, սա հիշեք, չի կարող ձեռք բերվի քո պատմության, քո ինքնության, քո ազգային տեսլականի հաշվին, դա բացառված է։ Դա ոնց որ մեկը դնի իր անձնագիրը ճղի թափի գետնին, նրա համար, որ իրան չգան ծեծեն, կամ պայման դնեն, ասեն ուզում ես խաղաղ ապրես, ուրեմն անձնագիրը ճղի թափի գետնին կամ անուն ազգանունդ փոխի։ Իսկ մեր մոտ հարց ծագել է ինչի համար խաղաղության պատրվակով մեզ ստիպում են, որ մենք մեր ինքնությունից հրաժարվենք։ Խոսքը իշխանություն, ընդդիմություն իրանց մասին չի, նույն թուրք-ադրբեջանցու մասին է։ Ինչի համար ամենամեծ հանցագործությունը Չակերտներում Թուրքի ու Ադրբեջանցու համար մինչ այսօրս եղել է, կա եւ մնալու է մեր հայ լինելը։ Չենք մտածել դրա մասին։ Եվ այո, հիշեք մի բան։ Միգուցե գտնվեն մարդիկ, ովքեր գայթակղություն, հա, կունենան հրաժարվել կամ մոռացության տալ, որ իրանք հայ են, մոռանալ, որ իրանք հայ են։ Բայց հիշեք մի բան։ Թուրքը եւ ադրբեջանցին երբեք չեն մոռանա, որ դուք հայ եք։ Եթերում Աբովյան Թոքն էր եւ ես Արման Աբովյանը։ Կհանդիպենք հաջորդ անգամ։